որ հիվանդանոցում չլնեինք, բերանդ կջարդեին, երկու էլ բեյնիդ կուտեիր, որ մյուս անգամ ձեռներդ չերկարացնեիր, ուղղակի գիտես ինչի, որովհետև ես այս աղջկան եմ հարգում, հա, այ դրա համար քեզ իմ մոտ։ Լսի, այդ ճիճու, քեզ կլղջեն ոտերից տակ, ես դու ոչ մի բանից դաշ չես քաղում, գիտես ինչից է, որովհետև ինչ անում ես, մարսում ես, այդ դրա համար էլ շարունակում ես քո անասուն քայլերը, բայց դու հանկարծ չմտածես, որ սենց շարունակելու ես, ես ընենց կանեմ, որ ուղղակի մարդիկ կմոռանան քո գոյության մասին, հասկացար։ Քո ծիծաղը, քո ասածից չեկավ։ Եթե մի անգամ էլ Ադանային փորձես մոտենաս, վիզդ կկտրեմ։ Լավ, ես պատրաստ եմ ապրել վիզս կտրելու վտանգով, բայց տղա ջան, որ քեզ խոսք տամ, որ Ադանային մոտ չեմ գա, իմ կողմից մեծ սուտ կլինի։ Արա։ Տես, Ադանայի սիրտը արդեն ցավում է իմ համար, տենում ես։ Վա թող էլի չես զգում, որ միտումնավոր է անում, ուզում է, որ պարտադիր հունից դուրս գաս։ Չէ, Ադանա ջան, ուղղակի Վլադը չի ուզում հասկանալ, որ իրանից բացի մեկ ուրիշն էլ կարա քեզ սիրի, Արա սուս մնա, ձենդ կտրի, արա, չլսեմ այդ նողկալի ձենդ։ Գնաս տաղից մի հատ հենց հիմա։ Ես հետաքրքրություն չունես, սա խաղերդ պրծելա նոր հետաքրքրություն ու արկածներ ես մանգալի, հա։ Սերն է իմ կյանքում նորություն, սերը։ Սև սեր կբերեմ գլխիդ այ ուռոտ։ Ես որ որոշեմ քեզ սպանեմ, ոչ Ադամին քեզ կփրկի, ոչ հերդ, ոչ էլ հերս։ Ես քեզ կմորթեմ։ Լավ, ավելի լավ։ Արա դու ուզում ես մեռնես։ Ադանան ոչ ինձ կմնա, ոչ քեզ։ Ես կմեռնեմ, քեզ կբռնեն ու կփագեն։ Ասա որ լավ է։ Թես ինչի եկա, վայ Վլադ, ես ինչերի մեջ ես ինձ գցում։ Ես քո տեղը որ լինեի, մեր գեղեցկուհուն այդքան սպասացնել չէի տա։ Ես քո վրա հիմա ձեռներս չեմ կեղտոտի։ Եթե գլխիդ մեջ մի քիչ խելք կա, յան կտաս ինձնից էլ Ադանայից էլ։ Քո համար նոր հետաքրքրություններ մանարի։ Ձեռներդ հեռու ես պահում ինձնից, հասկացար այդ տղա։ Հասկացար։ Իսկ եթե բախտդ նորից փորձեցիր, ես քեզ խոսք եմ տալիս։ Այս անգամ դու պատասխան կտաս ամեն ինչի համար։ Հատ։ Զգուշ եղի Վլադիկ։ Դժբախտ պատահարներից հեռու մնա։ Քեզ լավ նայի։ Ինչի էր ընկել այդ մարդասպանի խելքին։ Նա դրա ձենդ կտրի։ Բայց ինչի ես տենց նայում։ Ինչ էր չանդ թուլացրել ես ուռոդի հետ կանգնել զրուցում։ Ես չի կանգնել։ Թե նենց հաճելի էր իր սիրո խոստովանությունները լսել։ Всё, որոշված է, ես եմ քշում։ Դե լավ էլի, հանգիստ տեղդ նստի։ Չես վստահում, հա։ Վստահում եմ։ Պրոստո քո կյանքը շատ թանկ է իմ համար։ Ես ու քեզ ջրից չեմ գտե։ Հեն, բա որ հիմա գնանք որտեղ ենք ապրելու։ Ապրելու ես ինձ հետ ու իմ տանը։ Կարող ես սրտով հետ չի տունես։ Լավ, խոսակը քննարկենք։ Ես ես զանգին չեմ պատասխանում։ Չեմ հասկանում այդ ինչ ձև է։ Ատում եմ, երբ մարդիկ տեսնում են, որ զանգ է գալիս ու չեմ պատասխանում։ Ալո։ Բարև տղես։ Բարև։ Ինչի համար ես զանգել։ Ուրախ եմ, որ նպատակներիցդ հետ չես կանգնում։ Չնայած դժվարությամբ, բայց հասար քո սիրում։ Դու ինչ գիտես։ Ալիքներ եկել մոտս։ Սուր էր ճոճում։ Բայց դե իր ասածները ինձ համար հեչ բան են։ Կարևորը դու իմացի։ Ես քո մեջքին կանգնած եմ։ Ու հանկարծ չվախենաս։ Այս անգամ ես չեմ թողնի, որ ալիքը քեզ անգամ մոտ գա։ Սենց տենենց ես չեմ վախենում ու նրա համար չէ, որ դու ես ինձ ասում։ Ընկերուհուդ ասա, որ հայրը ընկած իրան աման գալիս։ Նենց չլի, որ հանկարծ հորը տենա ու քեզ թողնի ու փախնի։ Որտեղ ես, ընդեղ ինքը։ Հերը չէ, ով ուզում է հայտնվի։
Պապատեր։ Հա։ Ու քո պապայից էր պատմում։ Հիմա կասես ինչ լավ ընկերներ ենք։ Չենք կարող իրարից երկար ժամանակով հեռու մնանք։ Եթե մեկ էլ եկալ մոտս, ես հանդիմանել չեմ գա։ Ինչ անսիրտ անջիգար մարդ ես դու, ինձ հետ չես կարող դու։ Լսի քեզ ինչ պետք էր ստացար։ Հանուն աղջկաս, ես իմ վրա վերցրի որդու սպանությունը։ Լակոտիտ առևանգում է, ինչ ես ուզում։ Ինչի տենց չես։ Ինչ կարող էլ վերցրել ես քո վրա։ Գնա, քանի չեմ փոշմանել, ալի գնա։ Ընկեր, դու ոնց որ խառն ես։ Չես գիտակցում, որ օրենքի հետ գործ ունես, դե խաղապարով չեն զբաղվում։ Արա եմ եկել ես ինձ, օրենք ես բացատրում։ Եկել եմ ասելու, որ աղջիկը դր ինձ սիրտ եկել։ Որ չեմ հավատում դու խափում ես։ Դու հիմա ինձ մի հատ պատճառ ասա, թե ինչի ես քեզ պետք է խաբեի։ Ասա։ Դոլս ինչի պետք է աղջիկս քեզ մոտ գարայի խաբեբա։ Ալի տղա համը չհանես։ Դե չէ, կփոշմանեմ ու ասածներիցս հետ կկանգնեմ։ Նոր ասեցի, հա։ Մտքիդ մեջ բան չի մնում։ Լսի, օրենքի հետ գործ ունես, մոնտե։ Իսկ օրենքի հետ խաղ չեն անում, ախպեր չեմ։ Լսի, վերջի անգամ եմ քեզ հարցնում, Ալիկ։ Ինչ էր աղջիկս եկել քեզ մոտ։ Ինչ էր հարցնում։ Ու դու ինչ ես ասել։ Արա մի քիչ տղամարդ եղի, էլի տղամարդ եղի։ Տղամարդ իր խոսքից հետ չի կանգնում։ Ոնց ոնց էին պայմանավորվել։ Մեղա քեզ մեղա։ Լսի, ես գործստեղ հանգիստ նստած էի։ Մեկ էլ աղջիկը հայտնվեց ու սկսեց ինձ ակ տալ։ Արա, ոյ խաբեբա։ Իմ աղջիկը ինչի պետք է գար քո մոտ։ Հենց այնպես ինքը չէր գա քո մոտ։ Հա, ինչ որ բանի համար եկել էր։ Բայց թե ինչի, ես էլ չհասկացա։ Ինչի համար էր եկել։ Խոսա, քանի կոկորտը չեմ կրծել։ Հալաչ, հասկացանք ամեն ինչ կարաս անես, դու քո գործի վարպետն ես, ուզածտեղ կարաս անուն թափես, բայց ոչ ստեղ։ Դու, արի, ծոն նստենք շիտակ խոսենք, բարձ նայենք իրար աչքերի մեջ, ու բարձ խոսենք։ Հորը չնայածում ինչ եմ ասում, արա դու կյանքում եպես բարձ եղելու, որ բարձ էր խոսես։ Բարձություն ես ուսում, բաժանստը, այ բարձ լենք միմյանց հետ։ Եկել էր ինչ էր ասում աղջիկս։ Ինչ զրույց եք ունեցել, որի մի դու ստեղ ես։ Դու էլ ասում ես ես անկեղծ մարդ չեմ։ Այ իմ ստեղ գալը արդեն ապացույց է իմ անկեղծ մարդ լինել։ Արա հարցի չպատասխանեցիր։ Արա բայց աղջիկը շատ խելոք է։ Ուղղակի հազարի վրա աշխատում է։ Գլխի անգե հասկացել է, որ ես քայլող շտեմարան եմ, որ իմ գլխի մեջ այնքան գաղտնիքներ կա։ Որոնք դու քո հետ գերեզման ես տանելու, Ալիկ։ Հետո ես երկար ապրելու մտադրություն ունեմ։ Կարաս արագ խոսաս։ Ում թեմային անցի։ Քոչար համբերի էլի, ինչ ես մտքի ես ցակուցնի վանում։ Այ դու մի բան արել ես, այ խաբեբա նայում եմ աչքերիդ մեջ ու տեսնում եմ, որ դու հաստատ մի վատ բան արել ես, այս սատանա։ Ում համար լավ, ում համար վատ։ Այ օրենքով դու ինձանից շատ շնորհակալ լինես։ Ինչ ես արել։ Աղջիկը զգում է, որ ես իր մասին շատ բան գիտեմ։ Ոչ մի բան չգիտես։ Ոչ մի բան։ Դու մի լարվի։ Ես ոչ մի վատ բան չեմ ասել աղջկատ։ Բայց ինչ խոսք պետք է խոստովան է։ Շատ համառն է, արա խեղդում ասում, ճզմում է, ինչա թե իրա ուզածին հասնի, մալադեց, կեֆս բերեց։ Ինչ էր ուզում իմանալ։ Ինձ խաչացև հարցեր տալիս, որ ես իմ ես փորձառությամբ նույնիսկ շշկռվեցի։ Ունդ
Շշկրված վիճակով պահիդակ թրսեցի, որ ինքը Առնոյի աղջիկը չի։ Ունեց շշկրված վիճակով պահիդակ թրսեցի, որ ինքը Առնոյի աղջիկը չի։ Ինչ ես արել։ Պատահմամբ։ Միամեջ շատ պատահմամբ բերանցս թրսերի, որ ինքը Սարգսյանցի աղջիկը չի։ Ու քիչերում ասեի, որ Որը դու պատահման բան չես ասի, դու չմտածված չես խոսարա, դու գիտես ինչ սորտ ես այն սատանին ծնուն, ասում ես չես շտեմարանը գլուղոտ, հեսա գլուղոտ անենց կծխեմ, որ դու էլ են շտեմարանը չես ունենա քո կյանքում, արանը դրար, մեկա, ընգաց են բերջե դատը պարտել են չէ ինձ, դու իմանամ ինչի համար եմ դատվում այաննա, Ամոտ քեզ, պալաչ, ամոտ, Ենքան լավ եմ ինձ զգում, ենքան թեթև եմ մամա, էդ նրանից է, որ Վլադիկս եկել էր։ Եթե մեր ներկայությունը քեզ ոչինչ չի տալիս, մենք կարող ենք գնալ։ Մամա լավ էլի, ինչ ես նեղանում, փոխանակն ենց անես, որ տրամադրությունս պահպանվի։ Ախ իմ Վլադիկ, չքանամ ես քեզ սիրում։ Կարողը տանի Վլադիկիդ։ Բարև ժողովուրդ ջան։ Այս դու էլ ինձ հիշեցիր։ Այ դեբիլիկ, ես քեզ երբ եմ մոռանում, որ Մոնին մի անգամ չհիշի, գոնե ձևի համար գա տեսնի քուրը ոնց է։ Հա քաղաքում պիտի լինի որ գա։ ինչի ուրա որ մամ ուրա Մոնիկան։ Չգիտեմ, զանգեք իմացեք ուրա։ Մամա, ես քեզ եմ հարցնում, որովհետև քեզնից բացի ուրիշ ոչ մեկ ինձի տոճտի պատասխան չի կարա տա։ Ուրա է ապուշը։ Էն տղու հետ է, հաշտվել են։ Ոնց։ Են խադավիկի են ավտոքանդող հավքող են անունն էլ Հենրի էր, Հենո էր, ինչ էր։ Պապան էլ որ կրակի էր տվել, դա էլ չէր կպել։ Հա, միասին են։ Ես դրանց երկուսի հարցերն էլ լուծելու եմ, հա։ Լսպասի։ Դու վեր են գիտեղդ, հա, դուրրակի մեկը, անեն չանես հորդ ասեմ ականջրը հետ ոգի։ Հա, սա մամա, պապան որ իմացավ, թե այդ անուղեղը ինչ է արել, ինձի լավ էլ ուղղություն ցույց կտա, ասի գնա մի հատ էլ դավայ դրանց հարցերը լուծի։ Հերդ շատ լավ էլ գիտի, դու հանգիստ վեր են գիտեղդ։ Ուֆ, ինչ խառն եք, մարդ հոգնում ա ձեզնից։ Դու մենակ քո դավաճան Վլադիկի հետ չես հոգնում։ Մամա, Վլադիկից չվիրավորես։ Կարմեն դու այդ հայվանին մի գովա, էլի խնդրում եմ քեզ ներվայնանում եմ։ Համել մամա չեմ հասկանում։ Սրա ինչն է վատ որ բերե պարկացրել եք։ Վատ տինող մարդը երբեք կյանքում դաշ չի տա մի հատ կակոյնի բուց, չգիտեմ ինչի համար։ Լսի դու էլ չվիրավորես Վլադիկիս։ Լավ հանգիստ, հա։ Սրա ճնշումը բարձրանում է ու դա շատ վտանգավոր է։ Սուս մնացեք։ Թե իմ համար, թե երեխեքիս։ Թե ասա քեզ պետք էր։ Դու դրանից երեխա ունենայիր մեկի տեղն էլ երկուսը։ Հա, Արամիկ, պետք էր։ Ես երազում էի դրա մասին, պատկերացնում ես։ Դու իր մասին ես երազում, իսկ ինքը Սևանցու մասին է երազում։ Ոչ, դա տենց չի խափում ես։ Դուրս գնա։ Եթե ինքը ինձ չսիրեր, չէր գա այստեղ ու ձեռքը չէր բռնի, որ ինձ հանգստացներ։ Քեզ խղճում ա քուրս։ Ցավոտ տանեմ, քեզ խղճում ա դրա համար էլ եկել է։ Այ, ստեղից դուրս եկավ։ Яրանին խփեց թևի տակ ու գնաց։ Դուրս գնա ասում եմ քեզ։ Մամա խափումա չէ։ Խափումա չէ, մամա։ Վլադը մենակ ինձ է սիրում, մամա խափումա չէ, Վլադս մենակ է, չէ՞ այստեղ եղել։ Դու հանգիստ մնա, հա։ Մամա, ինչ ես խափում Կարմենին։ Թող քուրս իմանա, թող ինքը իմանա, որ այդ աննասունը հիվանդանոցից դուրս եկավ ու գնաց Ադանեի հետ, մամա։ Ինքը պարտավոր է իմանա։ Սուտա։ Հա, հանգիստ Կարմեն ջան, ճնշումդ կբարձրանա։ Ինչ եղավ, մամա։ Գրողուց սավարիր իձիոտ գնա բժշկանչի։ Կարմեն ջան։ Այս ինչ ասի է, չասի։ Արագացրու։
Դեռ բարկացած ես։ Կատաղությունից ուղակի էփում եմ։ Դե հա լավ, ոչինչ կանցնի։ Չի անցնի։ Քանի դեռ զրույցի ես բռնվում Տիկին Անգինի հետ, Գյալաջի ես անում այդ անասուն Արամիկի հետ, ու իրանք հեշտ ու հանգիստ քեզ տրամադրում են իմ դեմ։ Լսի, ես այդքան անուղեղ չէ, որ ընկնեմ նրանց ասածների ազդեցության տակ։ Լսի, որ ազդեցության տակ ընկնող չլինեիր։ Չէիր գնա։ Ինչա թե քեզ Անգինի չգիտեմ ինչեր է ասել։ Դե գիտես ինչ, այդ ով լիներ իմ փոխարեն, որ մնար ու մեծ հաճույքով լսեր այդ կնոջ կեղտոտ արտահայտությունները։ Իսկ ինձ շատ հետաքրքիր է, այդ անասուն Արամիկի հետ ինչ էիր խոսում այդքան։ Կարոտել էի։ Հա, բայց չգիտեիր, որ մենք միմյանց հետ շատ կապված ենք։ Իրան հենց տեսա ուրախությունից գլուխս կորցրի։ Հարցրի ասի ո՞նց ես, ինչ կա։ Այդ խեղճ տղան էլ անընդհատ ուզում էր բարձրանալ քրոջ մոտ, ես էլ հա խանգարում էի։ Ասում է չէ լավ էլ ինչ կլինի, մի քիչ էլ մնա։ Ես ուզում եմ որ մի քիչ երկար վայելենք միմյանց ներկայությունը։ Խեղճ աղջիկ։ Հեչ ծիծաղալու չէր։ Դե նեցա որ ես չասեցի, որ դու էլ ծիծաղայիր։ Ու սա քո մեղավորությունն է։ Որովհետև դու համոզեցիր ու տարար ինձ հիվանդանոց։ Ո՞վ է։ Չգիտեմ։ Սպասի տեսնեմ։ Ալո։ Արամիկը կլինի, երևի կարոտել ես։ Բարև Ադանը։ Ադամն է, Վլադի հայրը։ Հա, բարև ձեզ։ Առաջին բանը, որ ուզում եմ քեզ խնդրել, դա այն է, որ Վլադը չիմանա պես զանգի մասին։ Լավ, եթե տենց եք ուզում։ Ո՞վ է։ Սպասի Վլադ։ Լավ, հասկացա, Վլադը քեզ հետ է։ Ուրեմն կարճ կասեմ։ Ես ուզում եմ քեզ հետ հանդիպել, եթե հնարավոր է այսօր, ու պարզ է, որ Վլադը դրա մասին չպիտի իմանա։ Լավ, ոնց ասեք։ Դժվար է մի հատ ասես ով է։ Առայժմ։ Առայժմ։ Հարցնում էիր ով է։ Ու մի քանի անգամ։ Ոնց որ սիրահարվել ես, հա Թազա։ Հա։ Արամիկներ։ Պայմանավորվեցինք, որ այսօր հանդիպենք։ Այս աղջիկը ինձ պետք է օգնի համոզել Վլադին։ Համոզի, որ տանեմ երկրից։ Տանեմ, քանի ուշ չի։ Կոֆեն վերցրու խմի ներվերդ կհանգստանա։ Հիմա այդ բաժակդ վերցրու գնա մի կողմ, քանի գլխից չեմ լցրել։ Հա, բայց ինչ ես չորում, որ մամա։ Քեզ ինչ ա թվում, ես քրոջդ չէի կարող ասել, որ այդ այլանդակին իր այդ ընկերու հետ տեսա։ Ասեմ իմանաս, քեզնից առաջ տեսա ու ինչ պետք էր իրան ասեցի, բայց քրոջդ մոտ ես լռեցի, ձեն չանեցի։ Մամա, ես գժվում եմ, ֆազոտում եմ, ներվայնանում եմ, ինձ կորցնում եմ, որ դուք այդ անասունին պաշտպանում եք։ Իսկ հիմա որ քո դանակի տակա, քեզ լավ է զգում, ֆազերը տեղն ընկան։ Չէ, մամա, հեչ լավ չեմ զգում, բայց գիտեմ, որ մեկը Կարմենին պետքա վիրահատեի։ Տո այդ դուրակի մեկ։ Բայց դու տեսար ինչ վիճակով տարան վիրահատարան։ Տեսար իր ճնշումը ուր թռավ։ Արամիկ տղա։ Եթե երեխուս մի բան եղավ, դու իմ ձեռքից չես բրցնի, մենք թշնամի կդառնանք։ Մամա, ես ինչ ես ասում, ոնց կարանք մենք մեր ու տղա իրար թշնամի դառնանք։ Լավ էլի։ Այ, են էլ հերդ, հələ թող գա։ Մամ, լավ, ինչ եղել է, պապայի մոտ ոչ մի բան մի խոսա, էլի պետք է ավես չկա։ Այդ որ հորիցդ շամպես դողում ես, ինչի հալովը չես մնում։ Ուր է եղել։ Վիրահատարանում հա նոր են տարել։ Ոնց։
Ոսմի մի հատ խոսե երեխոյը միջև իրահատվելը։ Գիտակցության պիտի լիներ, որ կարողանայիր խոսել։ Ինչի՞։ Բարի օր, դոկտոր։ Դա հաստատ է, դոկտոր։ Մերսի։ Պատասխանն իմացանք, բայց ես մասին էլ ոչ ոք չի իմանա։ Շնորհակալ եմ, որ եկար։ Ինձ համար ճիշտ ասած հաճելի չէր Վլադին խփելը, ու ճիշտ ասած ինձ մոտ դա հեչ լավ չի ստացվում։ Իմացիր, որ դու սա անում ես Վլադի համար։ Դու սրանով մեծ լավություն ես անում նրան։ Վլադը ձեզնից շատ նեղացած է, շատ։ Ահա, այնքան նեղացած է, որ նույնիսկ չի ուզում լսել ինձ։ Դե չէ, դա այդպես չի։ Ես իրան էլ եմ ասել, որ դες չի կարելի։ Ուրեմն ճիշտ եմ արել, որ դիմել եմ քո օգնությանը։ Վլադը հիմա մի բան է շատ ցանկանում։ Տեսնել մորը։ Եթե նա մորը տեսնի, երկրից չի մեկնի։ Իսկ այդպես կվտանգվի թե իր կյանքը, թե իմ։ Փաստորեն դուք իրան ճիշտ չեք ասել, հա։ Վլադի մայրը երկրում է ու դուք ուղղակի չեք ուզում, որ իրանք հանդիպեն։ Հա, ու ասեցի արդեն, թե ինչի համար։ Ու խնդրում եմ, Վլադը այս մասին պիտի չիմանա։ Գիտեք, ես արդեն փոշմանեցի, որ եկա։ Ես գաղտնիքներ ունենալ չեմ սիրում։ Ու չգիտեմ, թե այսքանից հետո ոնց պիտի Վլադի աչքերին նայեմ, լավ իմանալով, որ Հասկանում եմ, շատ բարդ է։ Վլադն ու մայրը կհանդիպեն, երբ մենք մեկնենք երկրից։ Բայց իրանք ոնց կարող են հանդիպել, եթե դուք ասում եք, որ Վլադի մայրը երկրում է, իսկ դուք Վլադին ուզում եք տանել երկրից։ Ես նրա մորն էլ կտանեմ երկրից։ Դժվարանում ես ինձ հավատալ, բայց ես իսկապես չեմ խաբում։ Ես նրա մորը չեմ թողնի այստեղ։ Ինձ միայն պետք է համոզել Վլադին, որ երկրից տանեմ։ Բայց ինքն այնքան բարկացած ու վիրավորված է, որ դժվար թե գա։ Եթե դու համոզես կգա։ Չէ, չի գա, չի համոզվի։ Ինքն իր մորը այնքան շատ է սիրում, որ հաստատ իմ ասածները ոչ մի բան են մորը տեսնելու հնարավորության դիմաց։ Բայց դու փորձիր, խնդրում եմ։ Ես հավատում եմ, հավատացած եմ, որ քեզ մոտ կստացվի։ Իմ Վլադը քեզ շատ է սիրում։ Դու չես էլ պատկերացնում, թե ինչքան շատ։ Իսկ եթե դուք իր հետ անկեղծ լինեք, այնպես անեք, որ ինքն ու մայրը հանդիպեն ու այդ ժամանակ բոլորով միասին կմեկնենք։ Աննենց խաչացև հարցեր տալից, որ ես ինես փորձառությամբ նույնիսկ շշկրվեցի։ Ուրեմն շշկրված միջով պայքար թրսեց, որ ինքը առնոյ աչքը չի։ Այլանդակություն ես դու Ալիկ։
Այս մասին գիտենք մենք ես եւ դու։ Գլխի արագ է հասկացել, որ ես քայլող շտեմարան եմ, որ իմ գլխի մեջ այնքան գաղտնիքներ կան։ Կտարակացնեմ քեզ, քայլող շտեմարան։ Կտարակացնեմ, որ քո այդ գլխի եղած ինֆորմացիան ոչ ոք չկարողանա կարդալ։ Ու հետդ կտանես գերեզման։ Այն հերդ էլ գնաց մնաց։ Մամա վիրահատությունը չավարտված այն մարդուն ուղարկեցիր։ Պետքա չէ գոնե մի հատ բժիշկ դուրս գա, որ պապան էլ հարցնի ինչա ոնց է։ Վայել չեմ դիմանում։ Հələ նայ այդ գա։ Ինչ նայեմ, մամ։ Ինչ նայես, քանի մազա սպիտակ է։ Ոչ մի մազը չի սպիտակ։ Այդ գա, բացի այն որ խելք չունես, պարզվում է տեսողությունդ էլ բանի պետք չի։ Ես ամեն վարկյան զգում եմ ոնց է մազերը սպիտակում, ոնց եմ ես քո քրոջ դարդից ծերանում։ Մամ, հետո էլ ասում ես մի գժվի, մի ներվայնացի, ֆազերդ մի գցի։ Ոնց չգժվեմ։ Ախպեր եմ, չէ։ Մենք ստեղ տանջվում ենք, քուրս ընդ է տանջվում է, իսկ այն աննասունը ուր է էդի չկա։ Բայց սուս մի ասա, թե պատիժը որտեղից եկավ ընկավ մեր ընտանիքի գլխին։ Պապան։ Ալի, բժիշկները ինչ են ասում։ Հա, պապ, չի ավարտվել վիրահատությունը։ Այդ կարող է գիտես քույրդ խոզա 10-ից ավել գոջիա ունենալու, որ այսքան երկար վիրահատել, վայ։ Ամեն ինչ ավարտվել։ Կարմենին տեսել ես։ Հա, պապ, նորմալ է ամեն ինչ, երեխեքը ծնվել են։ Վայ, հիմա ուշքս կգնա։ Մեր վատ բան եղել է։ Ալիք խոսա։ Երեխեն մեռածած անվել մյուսնել անհասիկ։ Բայց Ոչ մի հարց մի դուր։ Առանց դրանց բժիշկը իրանց տերմինոլոգիայով այնքան խոճուճ-մուճուճ բառեր ասեց, որ բան չհասկացա։ Մենակ այնքան հասկացա, որ երեխեքից մեկը մեռածած անվել, իսկ Կարնեին էլ հրաշքով են փրկել։ ես ուզում եմ երեխուս տեսնեմ, թող ինձ տանել երեխուս մոտ։ Հիմա չէ դեռ շուտ է։ Ես կասեի ուշ է, ինձ համար ուշ է, շուտ չի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ճանաչեցիք։ Ոչ, Իսկ հետաքրքիր չի իմանաք ով եմ ես, ինչի եմ եկել, ինչ եմ ձեզ հարց ու փորձ անում։ ես շտապում եմ։ Ես էլ եմ շտապում։ Ու շտապում եմ իմանալ որտեղ է մերս։ Հարցեր չեք տալիս։ Ձեզ հետաքրքիր չի ես ով եմ, ինչի եմ եկել ստեղ, ինչի եմ ձեզ սպասում, ինչ եմ ձեր ձեռը բռնել։ Խեմ սենց ագրեսիվ։ Հիմա պետք է ինձ Արցախ տանեիք։ Շատ տարօրինակ է, գիտեք։ Շատ։ Ու այդ ինձ ստիպում է մտածել, որ դուք գիտեք ես ով եմ ու դրա համար էլ շտապում եք հեռանալ։ Այսինքն փախնել։ Ով ասաց, որ ես փախնում եմ։ Փախնում եք պապաս պատժի։ Իսկ ով է ձեր պապան։ Ադամ Գեորգիչը, ում կնոջը երկար ժամանակ խնամում էիք
իրան պատկանող ամարանոցում։ Մի րոպե։ Բա հիմա ինչ կասեք։ Որ չեք հասկանում ինչի եմ ստեղ։ Չեք ճանաչում ինձ։ Թե չեք հասկանում ինչ եմ ուզում ձեզնից հարցնեմ։ Խնդրում եմ ձեր հարցերը Ադամ Գեորգիչին ուղղեք։ Ես հասկանում եմ ինչից եք վախենում։ Բայց դրա կարիքը չկա։ Ես տեղյակ եմ, որ մերս ողջ է։ Հա, բայց դեպքում ինչ եք ուզում ինձնից։ Պատմեք ինձ մորս մասին ու նաև ասեք որտեղ է հիմա մերս։ Հնստեղ ենք հանդիպել, որ եթե սուտ խոսած դա քո համար սրբապղծություն կլինի։ Մանավանդ որ ես տեղի ընտրության հարցում դու քո համաձայնությունը տվեցիր։ Են որ նոր էինք դուրս եկել, հաճախ էիր գալիս մորդ գերեզմանին, շիրիմի ծաղիկները իր բերում, հիմա… Հա, այդ ժամանակ մենակ ես չէի գալիս։ Հետարքիր է ուրիշով կարող էր գալ։ Այդ պատասխանը դու իզնից լավ գիտես, այս չգիտեմ ինչի անընդհատ լռում ես։ Իսկ դու չես կռահում։ Ես շատ բան եմ կռահում, շատ բան եմ հասկանում, բայց ամբողջով այն կհասկանամ այն ժամանակ, երբ որ հասկանամ դու ով ես, Սլավն ով է, ու ես ինչի հայտնվեցի ձեր կողքին։ Սլավը քեռիտ է, շուտ մոռացար։ Դու էլ լավ ուշ ասիր դրա մասին։ Դե չէի ուզում շուտ ասեի, ավելի շուտ կհիասթափվեիր։ Լավ էլի որ լակոտ չեմ, ինչքան պետք ինձ խաբեք։ Սլավի հրամանով են մորը շիրիմին ծաղիկներ բերել։ Բան ժամանակ որ հարցնում է ինչի իր անտեղյակ ձևանում։ Ես չեմ սիրում մարդկանց հուսախափանել։ Սլավն էլ դավերյա էր արել։ Դու էլ գիտես, ես մարդկանց չեմ դավաճանում։ Ասա, մի որոշ ժամանակ կանցնի, էլ ինչ-որ բան կպարզեմ, կհարցնեմ, կլռես, հետո էլ կասես, որ ես մարդկանց հուսախապ չէի անելու։ Հա, ու ասեմ, որ պարտադիր չի, դու ամեն ինչ իմանաս։ Մենք քո թայ ենք եղել, հետո ենք դառել այսքան։ Ու այն ինչ անում ենք, հաստատ քո օգտի համար ենք անում։ Ու հաստատ չենք ուզում, որ դու քեզ վատ զգաս։ Ես քեզ հարգում եմ, Լև։ Ինչքան էլ հասկանամ, որ հետս միջև վերջ մաքուր չես, ազնիվ չես, բայց մեկը հարգում ու ընդունում եմ։ Քո այդ խոսքերն ինձ համար թանկ են։ Բայց մի արա անենց, որ մի օր գա ու ես քո մասին խոսեմ անենց ոնց որ մյուսների։ Ինչ ես ուզում կաֆեն աշխատացնել։ Դու չէիր ինձ համոզում։ Չէ, դու այն ինչ անում ես հիմա ինձ հակառակ ես անում։ Այտենց չի։ Այտենց է։ Ամեն ինչ անում ես ինձ հակառակ։ Բայց ասեմ, այդպես ինձ չէ, որ վատություն ես անում։ Վատությունը մենակ քեզ ես անում դու։ Ուզում ես ինձ մեկուսացնել, էլի։ Քեզ ձեռ չի տալի, չէ, որ ես մարդկանց հետ շփվում եմ, տալի առնում եմ։ Չէ, տվյալ մարդկանց հետ քո շփումը ինձ դուր չի գալիս։ Եթե իմ սրտով լիներ, ես այն ժամանակ դեռ թույլ կտայի, որ շփվեիր։ Իսկ հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է, որ դու անցնում ես իմ վրայով, որ տրորում ես ինձ։ Շնչից մի կանգնի, հա, խեղպեցի։ Այ, մամա։ Ոնց ես, աղջիկ ջան։ Քուր ես։ Տես աղբերդ էլ խելոք իր համար կանգնել է, որ քեզ չջղայնացնի, ոնց ես։ Շնորհավորում եմ բոլորս։ Ինձ մոտ ստացվեց։ Կարողացա երեխեքիս լույս աշխարհ բերել։ Մենակ թե Գնա դուրս սպասի, հա։ հա, բայց ինչ, հա, ճիշտ է, ես դուրս գամ,
պալատում երևի շատ մարդ չի կարելի որ մնա։ Մի խոսքով դուսն եմ։ Դու տեսել ես երեխեքիս։ Հա, տեսել ենք։ Երկուսն էլ լավ։ Զարմանում եմ ինձ ոնց կարող էի պահանջել, որ դու ազատվես այդ երեխեքից։ Իսկ ուրան, ինչի ինձ մոտ չեն, ինչի չեք բերում, որ ես էլ տեսնեմ։ Իսկ Վլադս գիտի, որ ես իրան 2 տղա եմ պարգևել։ Իրարի ու մի գժվի, արա։ Տանում ասում է քրոջս ու երեխուն թողել աստ է ու գնացել է իր կայֆերով եսին որտեղ բերանք է։ Սպասի, արա։ Ադամ Գյորգիչը լավ էր տիկնոջ մասին հոգ տանում։ Հերիքա մի անգամ զանգեի ու ասեի, որ տիկինը վատ է, վարկյանների ընթացքում ամառանոց էր հասնում։ Հիմա ավելի շատ հորս եք գովազդում, քան թե մորս մասին ինձ ինֆորմացիա եք տալիս։ Ես ասում եմ, այն ինչ կա, ինչ տեսել եմ։ Ձեր հոր հոգատարությունը չտեսնել ու չգնահատել անհնար էր։ Նա երեխու պես հուզվում էր, երբ տեսնում էր, թե ինչպես էր տիկինը տանջվում ցավերի մեջ։ Հիմա ուր եմ ես։ Իմ իմանալով պիտի հիվանդանոցում լինի։ Բայց հիմա հիվանդանոցում չի։ Հերս ասում է, որ հանել է երկրից։ Հնարավոր էր մորս երկրից հանել։ Ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել։ Ես ոչինչ չգիտեմ։ Ինչ արա։ Արայի ուրոտ, վրես մուննատ չգաս, արա է։ Հեսա որ եկա հասատես սև ուրոտ կբերեմ գլխիդ, այ հայվան։ Արա, արի հասի, քրոջս վիրահատել են, երեխեքդ էլ ծնվել են, արա։ Ծնվել է։ Հա, ծնվել են, արա։ Մեկը մահացած է, մեկն էլ փառքաստու ողջ է։ Մեռած։ Ոնց որ ես ողբեր ես։